Թեմայի մասին առավել մանրամասն այս պահին կզրուցենք Նայիրիտի նախկին աշխատակից Արա Գեղեցիկ Կարեյանի հետ։ Բարի երեկո։ Պարոն Կարեյան, մինչև հիմա դուք ինչ պատասխաններ եք ստացել կառավարությունից Նայիրիտի վերագործարկման ու նաև չվճարված աշխատավարձերի հարցով։ Ուրեմն վերագործարկման գործընթացի համար մենք պայքարում դեռ 2010 թվականից կանգառից հետո միշտ էլ ստացել ենք խոստումներ, որ կառավարությունը ամեն ինչ անում վերագործարկման ուղղությամբ եւ անցած 2015 թվականի ընթացքում ստացանք աշխատավարձերը։ Իսկ մնացած կային կոլեկտիվից անդամներ շուրջ 400 հոգի, միգուցե մի փոքր ավելի, որոնք աշխատում են դեռ այսօր նրանք նորից հավաքվել են կառավարության շենքի դեմ, պանջելով իրանց վերջի 5 ամսվա չստացած աշխատավարձը։ Դա այն կոնտինգենտները, որոնք կառավարությունը միտումնավոր կերպով ոնց որ գործանը տարավ քայլ առ քայլ փակում կրճատման, դա ծրագիր էր, որպեսզի բանվորական ուժի մեջ մտցնի քայքայում, ներսից քայքայում։ Եթե մի անգամից փակվեր գործանը, այսինքն փողոցում հայտնվեն 3000 մարդ, ամեն 5 շաբթ ոչ թե կառավարության դիմաց կհավաքվեին 100-200 մարդ, կհավաքվեր միգուցե 800-1000 մարդ։ Դա ծրագիր էր եւ այսօր այդ ծրագիրը կամաց գնում է հանգուցալուծման։ Ինչպես նաեւ սկսել են մասնակի գործանի օտարման գործընթաց։ Այսօր արդեն կառավարությունը վերանայում է 3 տարածքների օտարում։ Նախկին Պալկայի շենքը, լաբորատորիան, կենտրոնական լաբորատորիան եւ Մասլո խազայստվան, որտեղ վերանորոգումներ ուրեմն մեծ էլեկտրաշարժներ։ Եթե հայտարարել են տենդեր, որպեսզի հայտնաբերվի օպերատոր, գումարների վերագործարկման հետ կապված, նպատակն ինչն է օտարել։ Եթե գործան ունի պարտք, պետք է օտարման ճանապարհով փակվի պարտքերը, կարելի է ուշացնել 3 ամիս, կամ թե գործած կատարել 5-6 ամիս առաջ։ Այսօր կա ներդրող, այսօր սկսում են գործընթաց։ Եվ հայտարարում են, որ ներդրող չկա, կամ թե ծրագիր չկա։ Իսկ ծրագիրը իրանց մոտ եղել է հոկտեմբերի 6-ից։ Եվ նախարարությունները մեկ մյուսի վրա փոխանցումով, մեկ ասում է էներգետիկայի նախարարությունը, մեկ ասում է ներդրումների նախարարությունը եւ այսպես շարունակ։ Պարոն Կարեյան, դուք ինչպես եք առհասարակ պատկերացնում Նայիրիտի ապագան եւ եթե այն վերագործարկվի, արդյոք էլի վնասով չի աշխատի։ Գործանը ասել միանշանակ, որ կաշխատի օգուտով, սխալ է։ Բայց եթե ներդրող անհատ է կամ կամպանիա, որը ներառում իր գումարները եւ ուզում աշահույց ստանա, հետեւաբար չի կարող գործանը ունենա վնաս։ Մի փոքր հետ գնանք նայենք 2000 թվականի մոտակայքի։ 2000 թվականի գործամաշտում էր 1100 մարդ, 2003-2004 թվականին աշխատում էր մոտ 1400 մարդ, ամսական արտադրում էր 1000 տոննա կաուչուկ եւ 1000 տոննա կաուչուկ արտադրում էր նաեւ 2008-9 թվականներին։ Մինչդեռ 2008 թվականին արդեն գործան աշխատեց 3400 մարդ։ Եվ որ 2000 թվականին աշխատում էր 1100 մարդ, արտադրում էր 1000 տոննա։ Իմ արտադրամասում աշխատում էր 65 մարդ։ 2008 թվականին իմ արտադրամասի աշխատողների թիվը դարել էր 28։ Իսկ գործանի կոլեկտիվի աշխատողների թիվը 3400։ Արտադրական բլոկ ոչ մեկը չէր աշխատում։ Դրանք բոլորը գրասիական աշխատողներ էին եւ նոր բացած բաժներ, որոնք ստանում մի քանի միլիոն։ Այսինքն ներդրողը կոչեցյալ ներդրողը դա տաներ միտումնավոր սնկացման, որը այսօր կառավարության որոշ անդամներ թափահարում են որպես գործանը աշխատել է վնասով։ Իսկ դա վատ տնտեսվարության արդյունք էր, ոչ թե վատ աշխատանքի արդյունքներ։ Չէ, դա տնտեսվարողը ուղղակի նելով բարձրողի վիճակով կառավարության կողմից վստահություն չներշնչեց, կառավարության երևի թողտվությամբ կամ ուղղորդմամբ գործան հետեց այս վիճակում։ Պարոն Կարեյան, ձեր բողոքի ակցիաները ամեն 5 շաբթի կազմակերպվում են, դրանք արդեն ավանդույթի ուժ են ստացել, մինչև ուր եք պատրաստ գնալու եւ որոնք են լինելու ձեր հետագա քայլերը։ Ես համոզված եմ, որ ամսի 1-ից փողոցում կայտվեն այսօրվա հավաքած 400-500 մարդուց, մեր կողքին կավելանա եւս 200-ից 300 մարդ։ Ամենակիչը։ Եվ մենք շարունակենք դա։ Ինչի համար ենք շարունակելու։ Շարունակել ենք, որտեղ կառավարությունը վստահություն չի ներշնչում։ Դեռևս եթե հիշում եք նախկին ընտրություններից առաջ երկրապահների համագումարը մնչեց մի կարծիք, ոչ թե կարծիք, այլ խոստում։ 1 տարի հետո իհարկե հաղորդողը ոչ շարքային քաղաքացի էր։ Ես չեմ ուզում անունը շեշտել։ Խոստացա, որ 1 տարվա ընթացքում մենք կունենք նոր Նայիրիտ եւ կունենք նաեւ վերագործարկված Նայիրիտ։ Անցել է շուրջ 4-5 տարի։ Քայլ չի կատարվել։ Տարիներ շարունակ
նախարարները պնդել են, որ մենք զբաղվում ենք եւ փնտրում ենք ներդրողներ, եւ ոչ մի քայլ չի կատարվել։ Այսօր մենք ռեալ ներդրող կառավարությունը չի խոստովանում, որ կա ներկայացված ծրագիրը դեռ մինչև առ այսօր չի ուսումնասիրվել։ Միգուցե չի թե ինչ հիմքով են բան ասում։ Հոկտեմբերի 6-ին եղել է եվրոպական հոլդինգը ներկայացել իր ծրագրով։ Նոյեմբերի 14-ին էներգետիկայի նախարարությունը 6 հարցով դիմում է հոլդինգի նախագահին, որ պատասխանի այս 6 հարցին։ Մոտ ամիս 8 օր հետո։ Եվ գալիս է ամսի 15-ին, նոյեմբեր 15-ին պատասխանամակը, որ ձեր տված հարցերից հետևություն, որ դուք ծրագիրը չեք ուսումնասիրել, որտեղ ձեր արժացած հարցերի պատասխանը ամբողջովին կա ծրագրում։ Կարդացեք ծրագիրը, եթե չեք գտնի, բարեղեք մեզ հաղորդել, մենք մտածում կանք, թե որ էջում է ձեր հարցերի պատասխանը։ Շնորհակալ եմ, պարոն Կարեյան, հարցերին անդրադառնալու համար հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Նայիրիտի նախկին աշխատակից Արա Գեղեցիկ Կարեյանը։